Ռուսաստանը այսօր եթե պատերազմը դադարեց, ինչ ա լինելու 800,000 մարդ վարձու մարդասպան նամցրել է Ուկրաինա։ Մարդիկ են, որ վաղը շատ հանգիստ անարգել կարող են մտնել Հայաստան։ Ով է դրա դեմ դառնելու։ Մարդիկ հետ են գալու պատերազմից, արյան համտեսած, մարդիկ հետ են գալու եւ պետք է ասեն, բա ում ենք սպանելու, որ փող առնենք։ Ռուսաստանը ինչ է անում։ Բանտերից հանում է մարդասպաններին, սերիական մարդասպանին, տանում է այնտեղ մարդասպանում, բերում հերոսացնում է եւ նկարը պատվոտախտարին կին կպցնում է։ Պատկերացնում եք այն ծնողի վիճակը, որի երեխային դաժանաբար սպանել է, այդ տեսնում է եւ կրծքանշաններն է շարած որպես պատերազմի հերոս։ Դուք այդ մթնոլորտը պատկերացնում եք, բայց նա եկել է, նա չի կարա մարդ չսպան։ Նրա գործը դա է։ Նա նույնիսկ կգերադասի մարդ սպանի նորից բանտ գնա։ Կամ էլ թե չէ կկանգնի իշխանությունը կասի, «Ո ձեր ձեռը կրակը չեմ ընկե, դուրս եկեք երկրից, ես ձեզ չեմ բանտարկում, դուրս եկեք երկրից»։ Ուր են գնալու։ Այնտեղ որտեղ ազատ տեղաշարժի մեծ հնարավորություն կա, այնտեղ որ ոչ մի խոչընդոտ չկա ռուսների համար Հայաստան գալու։ Առավոտից երեկո խոսում ենք վիզաների ազատականացում Եվրոպայի հետ։ Եվրոպան վիզաները ազատականացնելու է մեզ հետ, ու սենց ազատ ձևով ռուսների գանստեղ քաղաքացիություն ստանան, մտնեն Եվրոպա Հայաստանի անձնագրով։